շրջանակներում կայուն էներգիայի շաբաթ անվանումով միջոցառումների շարք ենք ամեն անգամ անում եւ այդ միջոցառումների մեջ ցույց ենք տալիս կանաչ էներգիայի, կայուն էներգիայի դրական կողմերը պրոպագանդում ենք ու մեր պարտեզներին նաեւ այս տարի այսպես նմանատիպ առաջադրանք ենք տվել, որ իրականացնել միջոցառումների շարք ցույց տալով կայուն էներգիայի, կանաչ էներգիայի դրական կողմերը։ Ուրախ ենք, շնորհակալ ենք, որ գտել եք ժամանակ եւ այսօր ներկայացրել եք այս քննարկումը։ Ընկերներին եւ երաժիշտը Սիրակը Գոհար Աթանեսյանը։ Գիտենք, որ Մարտունու համայնքապետարանը մեկնարկել է կայուն էներգիայի շաբաթ նախաձեռնության 2025 թվականի միջոցառումների շարքը։ Մեր մանկապարտեզը ևս մասնակցել է այս միջոցառումներին։ Մեզ մոտ կատարվել են մի շարք աշխատանքներ։ Կատարվեց նախագծային աշխատանք ջուրը կյանքի թեմայով, որի շրջանակում մենք անդրադարձել ենք Ստեփանի հիմնախնդիրների, մեր հանրային խնդիրները, որի առջև այժմ կապված են այս Ստեփանա լիճը, առաջարկվել են լուծումներ տարբեր։ Այս թեմայի շրջանակներում մեզ մոտ պատրաստում ենք անցկացնել Սկոպլանդիա, պատրաստել ենք բազմաթիվ պաստառներ թեմայի, իսկ երբ խմբերում արդեն սկսեցին ուսուցանել թեման, հասկացան, որ ունենք կա ոլորտում կա բացթողումներ, այսինքն չկան անհրաժեշտ նյութեր, ուղեցույցներ, որոնք օգնեին դաստիարակներին նույնիսկ ավելի հանգամանալից, ավելի պարզ մեթոդներով ուսուցանվել երեխաներին։ Այդ նպատակով մանկավարժական խորհրդի նիստ անցկացվեց մանկապարտեզում տնօրենի եւ մանկավարժական անձնակազմի մասնակցությամբ, եղան բազմաթիվ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել մի այնպիսի ուղեցույց, մեթոդական այնպիսի մի օժանդակ ձեռնարկ, որը կօգնի մեզ դաստիարակներին այս թեման ավելի արդյունավետ ուսուցանելու համար։ Այսօր ուզում ենք մեր ստեղծած նյութով կիսվել ձեզ հետ, եթե ձեզ համար ձեզ կհետաքրքրի ուսումնասիրեք, ինձ թվում է արդեն ուսումնասիրեք, նույնպես կկիրառեք ձեր մանկապարտեզներում։ Մի ուղեցույցը ստեղծելիս հաշվի ենք առել միջին, ավագ եւ կրտսեր տարիքի երեխաների կարողություններն ու հմտությունները, նախորդ դաստիարակների հետ քննարկվել են, իրենց կարծիքները հաշվի են առել, որը համապատասխանում է յուրաքանչյուր խմբի երեխաների տարիքային պահանջներին։ Ուղեցույցը ստեղծելիս առաջնորդվել ենք կրթության պետական չափորոշիչի պահանջներով։ Ուղեցույցի մեջտեղ ենք գտնել այնպիսի խաղեր, պարապմունքներ, ամբողջ պարապմունքը խաղերի միջոցով է ներկայացված, որը երեխաներին ավելի հասանելի կդարձնի նյութը։ Ասեմ նաև, որ ուղեցույցը խմբագրել եւ մշակել է մեր մանկապարտեզի երաժիշտ Սիրակ Գոհարը, ով հիմա այժմ ավելի հանգամանալից կներկայացնես ուղեցույցի բովանդակությունը։ Ձեռնարկը, ինչպես նշեց ընկերներին, մենք կազմեցինք հասկանալով, որ ոլորտը մի փոքր բաց է եւ կայուն էներգիա թեման այսպես չի մտնում մեր ծրագրերի մեջ, ուղղակի մեկնարկվում է, պետք է շատ արագ անցկացնել։ Այս ուղեցույցը պատրաստված է 1-2 պարապմունքի ընթացքում երեխաներին ծանոթացնելու այդ թեմային։ Կրթական, նախադպրոցական կրթական ծրագրի որպես բաղկացուցիչ հիմնական մաս, այս ծրագիրը նաև ուղարկվել է կզնակ, մենք սպասում ենք պատասխանի։ Նախ ներկայացնեմ շապտիկը, ինքը կոչվում է իրազեկ սերունդ, կայուն էներգիա։ Իրազեկ սերունդը մենք որոշել ենք նրա համար, որովհետև կարող է եւ հետագայում մենք ունենանք այս ձեռնարկի շարունակական տարբերակները, ձեռնարկների շարք, լինի ասենք իրազեկ սերունդ ջրի պահպանություն, իրազեկ սերունդ կայուն էներգիա, իրազեկ սերունդ ենթադրենք ազգային տոներ եւ այլն։ Նպատակն է, որ ունենանք գրքերի այսպիսի շարք։ Ինչպես նշվեց, ձեռնարկը կազմվել է չափորոշիչի համապատասխան, ըստ այդմ այն ընդգրկում է պարապմունքի նպատակները, խնդիրները եւ ինչպես տրամաբանորեն վերջնացումը։ Նպատակները
երեխաներին ծանոթացնել կայուն էներգիայի աղբյուրների եւ դրանց նշանակությանը, զարգացնել երեխաների հետաքրքրությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ, խթանել առողջ ապրելակերպ, շարժողական խաղերի եւ արժությունների միջոցով նպաստել երեխաների ստեղծագործական մտածողության եւ համագործակցային ունակությունների զարգացմանը։ Արև, քամի, ջուր, փայտ, նավթ եւ այլն ճանաչեին արևային լույսը, քամի, ջուրը որպես օգտակար եւ անվնաս էներգիայի աղբյուրներ, ճանաչեն էներգիայի խնայողության պարզ միջոցներ, անջատել լույսը, փակել ծորակը եւ այլն, կարողանան մասնակցել թեմատիկ խաղերի եւ ֆիզիկական վարժությունների, ցուցաբերել բնապահպանական պատասխանատվության տարրական գիտելիքներ, պտտվել ինչպես քամին, հոսել ինչպես ջուրը, փայլել ինչպես արևը, զանազան թեմատիկ քարտերի, խաղաքարտերի նկարազարդ դիտարկում, իսկ 4-ից 5 տարեկաններին արդեն իրենք կարող են այդ նույն քարտերը դասակարգել։ Կայուն էներգիա, ոչ կայուն էներգիա, վնասակար է, արդյոք վնասակար չէ, այստեղ թերթեք խաղերի մեջ։ Այստեղ փոքր մակետներով կարող եք պատրաստել հողմակայաններ, արևի էներգիայի վահանակներ, որպեսզի երեխաների մոտ ավելի տպավորիչ լինի։ Տեսեք, այս երկու պաստառները կարող եք ունենալ, չափը դուք կորոշեք պատին ամրացվող, սեղանին դրվող խաղերի ձևով, փոքր քարտերի վրայից երեխաները կարող են ընտրել նկարները եւ փակցնել կամ տեղադրել համապատասխան պաստառի տակ, կայուն էներգիայի աղբյուր է համարվում, թե չի համարվում։ Կայուն էներգիայի աղբյուրներ են համարվում արևը, քամին, ջուրը, կենսազանգվածային էներգիան, որի օգտագործումն է այսօր պրոպագանդում Միացյալ Ազգերի կազմակերպությունը, այս միջոցառումների շարքը կազմակերպված է հենց ՄԱԿ-ի կողմից եւ այս թեման բարձրաձայնվել է դեռ 1987 թվականից սկսած, կայուն էներգիայի աղբյուրները պրոպագանդվում են նրա համար, որովհետեւ ժամանակի ընթացքում այլընտրանքային էներգիայի աղբյուրները վնասել են մոլորակը, կենսազանգվածը, այնտեղ աղտոտում են օդը եւ այլն, դրա համար այս ընտրանքային տարբերակ է առաջարկվում սերունդներին առողջ մոլորակ ժառանգություն թողնելու համար։ նմանակզիպ աշխատանքներ, թող մեր մարզը, մեր համայնքը լինի ավելի հզոր, ուժեղ, ներկայանալի։